Ուզում եմ խոսամ մի կարևոր նշանակության կարևոր բանի մասին մարդու կյանքում, որ կա եւ գոյություն ունի եւ այն իհարկե շատերն ասում են, որ վերջինն է մահանում։ Հույսը։ Ինչ են ասում վերջինն է մահանում հույսը։ Դա գիտեք, Աստվածաշնչից է վերցրած, Աստվածաշունչն է խոսում դրա մասին, ես հիմա Աստվածաշնչով բացատրելու եմ, թե ոնց է դա տեղի ունենում եւ ինչի հետ է կապված, ինչ կապ ունի եւ հույսը ինչ է ընդհանրապես մարդու կյանքում։ Եկեք նայենք, մենք բոլորս մտորենք, ինչ է հույսը, եկեք հարցնենք մեզ։ Հույսը ինչ որ սպասում է, ինչ որ դրական բանի, չէ՞։ Մարդը, հուսահատ մարդը, ինքը երբ որ շարունակում է շնչել, մտածում է, որ իմաստ չկա իր շնչելու մեջ, որովհետև այլևս հույս չունի, դրա համար շատերը ինքնասպան են լինում, ինչի համար, որովհետև նրանք այլևս առջևում ինչ որ դրական սպասումներ չունեն, ապագայի մեջ դրական սպասումներ չունեն, ու շատերը, ես գիտեմ, որ այս խոսքը ինչ որ կարևոր խոսք է, ինչ որ մեկի կյանքի մեջ, որ բոլորի կյանքի մեջ կարելի ասել, դու հիմա կարող ասես, ես իմ կյանքին չեմ ուզում ինքնասպան լինեմ, չեմ ուզում, բայց գիտես քո կյանքի մեջ պարագաներ կան, որոնք դու չես անցնում, չես հաղթում, հաղթողի դերում չես, եւ այլն, դա կարելի ասել, որ այդ հարցերի մեջ դու ինքնասպան ես եղել, այդ հարցերի մեջ չես ունեցել այն, ինչ որ Տերը ուզեցել է քեզ տա, կամ դու ունենաս Տիրոջ հետ եւ նրա ծրագրերի մեջ։ Դրա համար կարևոր է, որ ես այսօր չեմ խոսում այն մարդկանց մասին, ովքեր որ ուզում են ինքնասպան լինեն, լավ, ովքեր ես խոսում եմ նրա մասին, որ ուղղակի հույսով ապրելը դա դեռ քիչ է։ Եվ իհարկե մենք կարանք հույս ունենանք եւ հույսը կորցնենք, որովհետեւ մենք մարդ ենք, երբ կարանք կորցնենք հույսը, որովհետեւ այլևս չենք տեսնում լույս, չենք տեսնում հնարավորություն, չենք տեսնում, որ ինչ որ բան կարող է փոխվի դեպի դրականը, դրա համար կորում է ու չորանում է ամեն բան։ Ուրեմն սիրելիներս հույսը ներքին հավատ ու վստահությունն է ապագայի համար, որ միևնույնն է դու մտածում ես, որ այդ լավ բանը տեղի կունենա ու կամ կհաջողվի։ Նույնիսկ թեկուզ որ իրավիճակը ավելի բարդ է կամ վատն է ու ուրիշ բան է խոսում, ներկան, միևնույնն է դու մտածում ես, որ ապագան լավ կլինի։ Եվ որով այդ մտածելը քեզ ուժ է տալիս, որ դու դիմես գործողությունների, այ օրինակ եթե օրինակի համար մի հատ այտենց թեթև օրինակ բերենք, ինչ որ ուսանող ինքը ուզեցել է ինչ որ միտեղ ընդունվի, իր գիտելիքները, ձեռքբերումները ինչ որ ունի, նա դրել է այդ քննությանը մասնակցել է ու կտրվել է, չի կտրվել։ Հիմա տեսեք, ինքը կամ հույսը կորցնում է շարունակի պայքարել այդ տեղի համար, այդ ինստիտուտի համար, հա, ինչ անում, գնում է սկսում է շարունակել պարապել, որ մյուս տարի նորից դիմի, այսինքն շարունակում է ինչ որ գործողություն անել, որպեսզի իրականացնի այն երազանքը, նպատակը, որ միջև դա ինքը ուներ ու ուղղակի մի պահ բաց թողեց։ Հիմա հասկանանք, սա հույս է տալի նրան, որ ինքը նորից կընդունվի եկող տարի, ու այդ հույսը իրան դրդում է ինչի։ Գործողության, այդ հույսը իրան դրդում է գործողության, ինքը սկսում է պարապել, ներդնել իրան, ու ինքը սպասում է այդ լավ բանին, որ ընդունվելու է։ Ու տեսեք ինչ է հույսը տվյալ պահին այդ մարդուն ուժ է տալիս, որ ինքը հաղթահարի դժվարությունները։ Ու հիմա տեսեք սիրելիներ, շատ կարևոր է, որ մենք հույսներս պահենք միշտ, որովհետև
Սիրելիներս, հիմա մի բան եմ ուզում կարդամ Աստվածաշնչից, մի հատ օրինակ եմ ուզում բերեմ Հոբի 14-րդ գլխից, Սիրելիներս, հույսով մարդը, գիտեք, եթե հույսին չի միացնում հավատքը, հույսն ու հավատքը միասին պիտի քայլեն, որ արդյունավետ լինի։ Եթե մարդը հույսին չի միացնում հավատքը, ապա հույսը կարա մարի։ Իսկ հավատքը ինչ է անում մարդու կյանքում, այն դրդում է գործողությունների։ Հավատքը առանց գործի մեռած է։ Ոնց ես հասկանում, երբ որ նայում ես մարդուն, ոնց ես, ասենց ասեմ, մի քիչ ժարգոնով կարա հնչի, բայց ոնց ես ջոկում, որ այդ մարդը հավատք ունի։ Իր գործերով, չէ, ինչ քայլեր անում, ինչ գործեր անում, այդ գործերով դու տենում ես, որ այդ մարդու կյանքը կա հավատ, որովհետև սիրելիներս, անհավատ մարդը չի կարանի այն, ինչ որ գրած է Աստծո խոսքի մեջ։ Դրա համար մենք որ հույսը ունենք եւ այն որպեսի չմեռնի ու չմարի, այն պետք է հաջորդաբար դնենք գործի։ Ու հիմա տեսեք այնքան հետաքրքիր օրինակ է բերում Հոբը, սիրելիներս, Հոբի 14-րդ գլխի 7-րդ խոսքից։ Որովհետև ծառն էլ դեռևս հույս ունի, եթե կտրվի, դարձյալ կծլի, ու նրա ճյուղերը չեն պակասի։ Եթե նույնիսկ կտրվի, նա հույս ունի, որ նորից նրա ճյուղերը չեն պակասի, հասկանում եք, կյանքից ինչ որ մի բան կտրվել է, պոկվել է, բայց քանի որ կան արմատներ, կարա լինի ուրիշ ընթացք։ 8-րդ խոսքը, թեկուզ նրա արմատը հողում ծերացած լինի, ու նրա բունը փոշու մեջ մեռած, իրան ինչ է պետք, ջրի հոտ, ջուր է պետք, թեկուզ որ հողում ծերացած, չորացած, բայց իրան մենակ պետք է ջուր, ջրի հոտից էլ դարձյալ կծաղկի և նոր տնկվածի պես ճյուղեր կարձակի։ Հիմա տեսեք սիրելիներս, ծառը ինքը ճիշտ է շնչում է, բայց հոգի չունի, շունչ էլ չունի, բայց ծառը ես գիտեմ, որ շնչում է, ինքը ածխաթթու գազ է քաշում, թթվածին արտադրում, տերևները, չէ, իսկ ճյուղերը իրանք օդի կարիք ունեն, թթվածնի կարիք ունեն, ճյուղերը եւ իր ցողունները, հա, այդ ամեն ինչը։ Հիմա նայեք սիրելիներս, բայց ինքը, տեսեք, ծառն էլ հույս ունի։ Քոքը կտրեցին, բայց արմատները հողի մեջ է, ու արմատները ստե մի բան կա, ջրի կարիք ունեն, որպեսզի նոր ճյուղեր տան։ Հիմա տեսեք սիրելիներս, մեր կյանքում կա բաներ, կան պահեր, որ սնուցման պակասից Հիմնականում սնուցման պակասից է, չէ, ծառը չորանում ու հետո կտրում են։ Սնուցման պակասից մեր կյանքում էլ կարան պահեր լինեն, ինչ-որ կտրվածքներ լինի, սիրելիներս։ Բայց որ մեր արմատները Աստծուն են կպած, բայց որ մեր արմատները Տիրոջ մեջն են, մենք հույս ունենք, որ նորից ամեն բան կվերականգնվի։ Գիտեք, Հոբը ով ա գրել այս խոսքերը, մի մարդ, ով որ կորցրեց, ով որ շատ բան ուներ, ու հետո իր այդ ամեն ինչը կորցրեց, ամեն ինչը, նույնիսկ առողջությունը, ու մնաց ոչինչով, ասում է, ինչ ունես, ասում է ոչինչ, ունեմ մենակ ոչինչ։ Հասկանում եք, նա միևնույն է հույսը չէր կորցրել, իր հույսը այն խոսքն էր, որ իր Տեր Աստվածը իրան տվել էր։ Ու այդ խոսքը Հոբի կյանքում, այդ կտրված ծառի կյանքում ջուր դարձավ։ Հոբի չորացած արմատներին, այդ դժվարությունների մեջ, կարդացեք Հոբի գիրքը, շատ հետաքրքիր պատմությունն է ու շատ օրինակներ կա։ Սիրելիներս, Տիրոջ խոսքը չորացած չոր հողի մեջ Հոբի համար այն էր ինչ որ անհրաժեշտ էր, որպեսզի նա նորից ծաղկեր, նորից ճյուղեր տար, նորից պտուղներ տար, նորից
սերունդներ տար։ Եթե սիրելիներս այսօր տենում ենք այս օրինակի մեջ անհոգի առարկան, ծառը առարկա է, կարող է հույս ունենալ, սпасել ջրի։ Գիտես, որ քոքը կտրեցին, ինքը չասեց, «Վсё, կյանքս բրծավ, ես վերջացա»։ Ինքը հույս ունի ու սпасում է ջրի, սпасում է ոռոգման։ Հասկանում ես, մեր հույսը սիրելիներս պիտի չվերջանա երբեք, որովհետև մեր ոռոգումը, մեր սпасումները, եթե Տիրոջից է, հասկանում եք, չի վերջացել։ Այս պարագային դու անհաջողության հանդիպեցիր, լավ, հասկացանք։ Բայց եթե քո սпасումները, ինչ-որ բան կտրվեց, ինչ-որ բան չստացվեց, ոչինչ։ Եթե քո սпасումները շարունակում են Տիրոջից, հասկանում ես, դա նշանակում է, որ դու հույսը չես կորցրել։ Իսկ հաջորդ քայլը, որ եթե քո սпасումները Տիրոջից է սիրելիս, դու ուղղակի կգործես ու ինչ-որ գործեր կանես։ Ու գիտեք հետաքրքիր է որ նա, որ ինչպես օրինակ նայեք, ջուրը ինքը մարմնի համար շատ անհրաժեշտ է, չէ՞։ Լավ, ծառը չասենք, էլի մարմնի համար, ջուրը ինչ անում մարմինը։ Աստծո խոսքը հիշում եք, Հիսուսը երբ որ ջրորի մոտ էր, այն Սամարացի կինը նրանից երբ որ ջուր ուզեց, Հիսուսը խոսեց կենդանի ջրի մասին, որ ինքը ուներ իր մեջ։ Էդի ո՞րն էր Հիսուսի մեջ կենդանի ջուրը, ո՞րն էր։ Աստծո խոսքը, չէ՞։ Նայեք, ստերից ինչ ենք, հետևություն ենք անում, որ Աստծո խոսքը դա ջուր է, որ անհրաժեշտ է մարդուն։ Նայեք, ջուրը, որ մարդը ունի ջրի կարիք, յուրաքանչյուր մարդ, ծառին մի կողմ թողենք, վсё, փայտա։ Մարդ ինքը ունի ջրի կարիք։ Ինչ անում ջուրը։ Մարդուն ջուրը պետք է եւ արտաքինի համար, չէ՞, ֆասադի, էքստերիոր, եւ ներքինի համար։ Ինչ անում արտաքինը մարդու։ Չէ՞, չորացած մասերը թրջում է, թարմացնում է, հետո մաքրում է, ամեն մաքրում է գործողություն անում, չէ՞, դա գործողությունն է ջուրը մարդու մարմնի համար։ Հետո լավ, հիմա ասենք ներսին, ինչ անում ներսը։ Նորից հագեցնում է, ինչը, պակասը, ծառավը, չէ՞, ծառավը, բանը, դա փափագ, չէ՞, փափագը, չորության փափագը հագեցնում է, հետո էքստերիորը ինչ անում է, նույնն էլ անտերիորը, չէ՞, ներսը նորից մաքրում է, չէ՞։ Ուրիշ բառերով նայեք, սիրելիներս, ջուրը մխիթարում է, առաջնորդում է եւ զորացնում է մարդուն։ Այսինքն նորից հույս է տալի, հետո լավ է։ Հասկանում եք, մենք ամեն անգամ ինչի համար ենք դուրս ընդունում։ Որ մաքրվենք, որ ինչ որ խանգարող բաներ կա, այդ խանգարող բաները հեռացնենք մեր մարմնից, որպեսզի մեր մարմինը ապրի, չէ՞, շարունակի ապրել։ Նույնն էլ սիրելիներս Տիրոջ խոսքն է, այն երբ որ գալիս է իմ ու քո կյանքի մեջ, եւ արտաքինից, եւ ներքինից, այն սկսում է գործողություն անել։ Դրա համար շատ կարևոր է, որ քրիստոնյան իր կյանքում այդ ջուրը ունենա։ Եթե ջուրին չսպասեցիր դու, առանց դրանն էլ չորացած հողի մեջ երկար կյանք չկա սիրելիներս։ Դրա համար մենք պիտի սպասենք Տիրոջից եւ ամեն անգամ ընդունելով Աստծո խոսքը, Սուրբ Հոգու ներկայությունը մեր կյանքի մեջ, մենք մաքրենք եւ արտաքինից եւ ներքինից ամեն տեսակ տոքսիկները, որ եկել կպելա մեզ, որ պետք չի։ Ու գիտես, էդի գործ է, էդի աշխատանք է, էդի ինչ-որ գործողությունն է։ Հիմա սիրելիներս, եթե քո արմատները Աստծո մեջ են, տեսեք սիրելիներս, ծառի օրինակը, հա, հոբը, ասում է արմատները հողի մեջ են, ինքը սպասում է ջրի, սպասում ունի ջրի, ջուրը հողից հագալու։ Հասկանում, եթե քո արմատները հողի մեջ են, Աստծո մեջ են, քո հողը Աստված է ու Աստվածաշունչն է, իր խոսքն է, հասկանում ես, քո սպասումը պետք է լինի տեղից ու Տերը այդտեղից կջրի քեզ։ Այդտեղից նորից կյանք կտա, որպեսզի ճյուղեր բաց թողես։ Հալելույա։
ես մտածում եմ, որ իմ ու քո կյանքը նայելով մի ծառ պատկերացրեք, որը կտրված է քոքից։ Հասկանում ես, բոլորս էլ տեսել եք, չէ՞, տեսել եք, այգում տեսել եք, որ ծառը քոքից կտրված է։ Ինքը հույս ունի։ Իմ ու քո պարագան, ինչքան էլ դժվար լինի, այդ ծառի դժվարությունը չի։ Ասեք։ Դրա համար սիրելիներս, ես ու դու իրավունք չունենք վերջ տնելու։ Որովհետև այն ջուրը, որ Տեր Հիսուսը առաջարկեց մեզ, այն ջուրը, որ Տեր Հիսուսը ասաց, ես ունեմ իմ մեջ ու ես կտամ ձեզ, այդ ջուրը հավիտենականությունն է, այդ ջուրը այլ քաղց չի առաջացնում։ Հիշում եք, այդ աղջիկն էլ ասում է, լավ կլիներ այդ ջրից խմել, որ ամեն անգամ չգա այդ ջրորի մոտ։ Լավ կլիներ, որ մենք էլ այդ ջրից այսօր խմենք, ամեն անգամ կրիստալին չառնենք ու ծանր տուն բերենք, հա։ Բայց Հիսուսը մի հատ ուրիշ ջրի մասին, մի հատ ուրիշ արժեքների մասին, շատ ժամանակ սիրելիներս մենք ընկնելով մարմնավոր ինչ-որ ժամանակավոր բաների հետևից մենք կարող ենք անտեսել ավելի կարևոր ու արժեքավոր բաներ, որ աստվածային են։ Դրա համար պիտի մենք առաջի տեղը մտածենք ոնց ջրենք մեր հոգևոր մարդը, ոնց լրացնենք հոգևոր մարդը, ոնց ուժեղացնենք եւ զորացնենք հոգևոր մարդը, որ այնտեղից հավիտենական կյանք բխի։ Ամեն։ Սիրելիներս, Եզեկիելի մարգարեն մի հատ հրաշալի խոսք է ասում 36-րդ գլխում։ Եզեկիել 36 Եվ ձեզ վրա 25-րդ խոսքից Եվ ձեզ վրա մաքուր ջուր պիտի ցողեմ ու պիտի մաքրվեք ձեր բոլոր անմաքրություններից ու ձեր բոլոր կուրքերից պիտի մաքրեմ ձեզ Գիտեք բաներ կա որ մեր կյանքում կարան հայտնվեն ու դրանք կուրքեր լինեն ու մենք չնկատենք հասկանում եք ու գիտեք ամեն ես ներողություն եմ խնդրում ամեն պարազիտ որ սնվում է քո հաշվին ինքը քեզանից քո կյանքը խլում է կուրքերը դրանք պարազիտներ են նու տեսել եք պարազիտը ինչ է ինքը ուրիշի հաշվին է սնվում այսինքն ումը որ կպած է նրա հաշվի նրա կյանքից վերցնում է Սիրելիներս, հիմա Տերը ասում է ցեղի սարկած քարից կամ փայտից ինչ որ կենթանանման կամ մարդանման բան է։ Չնկատելով որ մեր կյանքի մեջ ինչ որ բան կա, մեր օրերի առօրյայի կենցաղի մեջ ինչ որ բան կա, որը խանգարում է, որպեսզի ես Աստծո հետ մտերմություն անեմ։ Այսի է կուրքը սիրելիս։ Այն ինչ որ քեզ խանգարում է, որ դու Տիրոջ հետ մտերմություն անես, այդ է կուրքը։ Ու այդ Տիրոջը խանգարում է, որ քեզ ջրի քեզ զորացնի ու այդ կուրքը գիտես քո հավատքը գողանալով կարա անցնի հույսիդ շատ մարդիկ միջև հույսը կորցնեն իրանք սկզբից հավատքն են կորցնում իսկ հավատքը ոնց են կորցնում դադարում են գործելուց Հավատք ուղակի մեկ էլ հոբսից հավատում եմ ու չեմ հավատում այտենց չէ, դադարում են գործեր անելուց, դադարում են հավատքի քայլեր անելուց, այտենց կորցնում են հավատքը։ Հիմա 26-րդ խոսքը, ապա ձեզ նոր սիրտ պիտի տամ եւ նոր հոգի պիտի դնեմ ձեր մեջ, ձեր մարմնից պիտի վերցնեմ քարե սիրտը ու ձեզ մարմնեղեն սիրտ տամ։ Վաու Այսինքն, տեսեք սիրելիներս, Աստված ասում է, ինչ որ խոչընդոտներ որ կա, այն բաները, որ իմ խոսքի մեջ կա, այն ջուրը որ կա, որ ես քեզ տալիս եմ, դու խմում ես ու քեզ հաճելի չի կամ չես հասկանում, չես ընդունում եւ այլը, ասում է խնդիր չկա, ես քո սիրտը, քո մարմինը, քո օրգանիզմը կդարձնեմ այնց, որ ընդունելի լինի։ Գիտես, ով չի կարողանում Աստծո խոսքը ընդունի Ով որ քար սիրտ ունի, ով չի կարողանում Աստծուն հավատա, ով որ քար սիրտ ունի, այդ մարդու համար չի կարա Աստծո խոսքը ջուր լինի իր կյանքի մեջ։ Եթե իմ ու քո սիրտը
գալիս է տիրոջ խոսքը ու այն գուբկայի նման չի ընդունում, չի վերցնում իր ինքը քարա, այդ ջուրը անցնում է ուղակի 27-րդ խոսքը հիմա հարկավոր է որ Աստված էլ մեր հետ ինչ որ աշխատանք անի հասկանում եք սիրելիներս ու ինքը պատրաստ է ասում կլցնեմ ջուրը երկնքից մաքրեմ ներսից էլ կփոխեմ սիրտդ քարեր սիրտդ էլ կփոխեմ եւ իմ հոգին պիտի դնեմ ձեր մեջ Այսի շատ կարևոր պահ է սիրելիներս այնպես անեմ որ իմ կանոններով ընթանաք Եթե Տիրոջ հոգին մեր մեջ է, մենք հեշտությամբ ու հանգիստ կարող ենք ընթանալ նրա կանոններով։ Փառք Հիսուսին, նրա կանոններով ընթացողը պատվիրանները պահենք եւ դրանք կատարենք։ Խնդիր չկա Աստծո համար։ Ուղղակի հասկանում եք, խնդիրը այստեղ մեր կողմից կարա լինի։ Մեր կողմից կարա լինի, որովհետեւ սիրելիներս Աստված ամենակարող Աստված է, բայց ինքը իրան երբեք չի հակասում։ Ինքը իրան այսօր շատ մարդիկ ասում են, ինչի Աստված մեկ վայրկյանում չի հարվածում ու իր արդարությունը ապացուցում։ Եթե դա այդպես լիներ, ուրեմն Աստված Ադամին կամքով չէր ստեղծի։ Ուրեմն Աստված չէր ստեղծի մի կանոն, որ Ադամ այսպես պիտի ապրենք, որովհետև դու իրավունք ունես։ Հիմա սիրելիներս այսօր մենք որ մարդ լինելով ու արդարություն ենք պահանջում Աստծուց, շատ լավ է որ Աստված ավելի շատ արդար է, քան որ մարդը կարա պատկերացնի, որովհետև նա հարգում է իրան ու նաև հարգում է իր ստեղծածին, ինձ ու քեզ, ու դրա համար հակառակ ու ստիպողաբար ոչ մի չի, ինքը ասում է, եթե ուզում ես դու իմ ջուրը Այն կգա քեզ կմաքրի, այն կգա քո մեջից քար սիրտը կանի, մարմնեղեն սիրտ կդնի, ու հետո դու իմ կանոնները կընդունես քո կյանքի մեջ, ու նաև իմ կանոնները կպահես, ու նրանք կկատարես։ Հասկանում ես, էսա որ մարդու կյանքը վերափոխվում է, հույս չկար, ճյուղեր չկար, այստեղից նորից սկսում է Աստված մարդուն վերականգնել, Այդ բառը մոռացա, վերադարձնել կյանքի, հա, վերակերտել, վերակենդանացնել, հա, ոչան, ամեն, հիմա սիրելիներս, հաջորդ քայլը, մի քանի բան կուզեմ ասեմ, սիրելիներս, շատ կարևոր է, որ մենք էլ մեր կողմից ինչ-որ բաներ ունենք անելու, հետո ես մի հետաքրքիր օրինակ եմ բերելու հաղթողի ու չհաղթողի, ով է հաղթող, ով չի հաղթող, ինչ տարբերություն կա հաղթողի ու չհաղթողի մեջ, ու ես կուզեմ, որ այսօրվանից ձեր հոգևոր կյանքը այնպես փոխվի, որ երբեք չվախենաս ու միշտ հաղթես, շատ ժամանակ գիտեք մեզի վախը խանգարում է, շատ ժամանակ վախը խանգարում է սիրելիներս, որ մենք հաղթանակներ ունենանք մեր կյանքի մեջ, բայց որպեսզի մենք լինենք գիտուն իմաստուններ, մենք պիտի իմանանք ինչ ենք անում, ոնց ենք անում, որտեղից ուր ենք գնում, եւ դա մեզ կօգնի, որ մենք չվախենանք, ամեն, որովհետեւ վախը ինչ է, հենց առաջինը չիմացությունն է, չէ, մթության մեջ ինչի վախ կա, որովհետեւ չգիտես ինչ կա կողքդ, խավար ինչի է վախեցնում, որովհետև չգիտես ինչ կա առջևում, ինչ կա կողքերդ, դրա համար բայց երբ որ Տիրոջ խոսքի մեջ ես, Տիրոջ լույսի մեջ ես, թաքնված ոչ մի բան չկա, դու ամեն բան գիտես, ամեն բան տեսնում ես, դրա համար ոչ մի բանից չես վախենում, այնպես չի որ մենք վայ, ասես կյանքը չենք հասկանում, կամ էլ ոնց որ կյանքը չեք ջոգում, մենք կյանքը այնքան ենք ջոգում, որ չենք ուզում 70, 80, 100 տարի ապրենք, ուզում ենք հավիտյան ապրենք, այդքան ենք մենք կյանքը ջոգում, Փառք Հիսուսին, ամեն, սիրելիներ առակած գիրք եմ ուզում գնանք միասին 4-րդ գլուխ, հետաքրքիր է քեզ, ավելի հետաքրքիր է լինելու, 19-րդ խոսքից, անիրավների ճանապարհը խավարի նման է, և նրանք չգիտեն, թե ինչով են գայթակղվում, Ուրիշ թարգմանություններում սիրելիներս չգիտեն որտեղ կսայթակեն, այսպես է գրված, անիրավների ճանապարհը խավարի նման է, ամբարիշտների, այսինքն եթե
Աստծո կանոններով չես ապրում, այն կանոնները, որ Տերը դրել է մեր սրտի մեջ ու տվել է մեզ կյանք իր խոսքի միջոցով, դա անիրավություն է, ամբարիշտություն է եւ դա կարող է փորձանքներ բերի մարդու կյանքի մեջ, որ ինքն էլ չիմանա թե որտեղ սայթակեց, որտեղ ընկավ ու ինչ եղավ իր հետ։ Հիմա 20-րդ խոսքը Էսի մեզ է վերաբերում, սիրելիներս։ Մենք արդեն անիրավ ճանապարհների մեջ չենք ամեն, ամբարիշտների հետ սեղան չենք նստում, ամեն ինչ լավ է մեր մոտ Փառք Հիսուսին։ Հիմա տեսեք 20-րդ խոսքը։ Որդյակի, էսի արդեն տնեցիքի հետ է խոսում, էլի, սենց մենք մերոնց ենք, մենք մերոնք ենք, հա, սենց։ Ուշադիր եղիր իմ խոսքերին եւ ականջ դիր իմ ասածներին։ Սենց պահ կա, որ դու մի բան պետք է անես։ Ուշադիր, ականջ դիր։ Այսինքն բան կա, որ քո մարմնի մեջ, քո կյանքի մեջ, որ դու պիտի անես։ Պիտի քո մարմնի անդամը գործի դնես։ Ականջդ գործի դնես։ Այսինքն սկսես լսել։ Փորձես լսել Աստծո խոսքը։ Փորձես այդ ջուրը ականջ դնես, որ գա։ 21-րդ խոսքը, թող նրանք չհեռանան քո աչքերի առջևից, դրանք քո սրտի մեջ պահիր։ Հիմա հաջորդ աչքդ գործի դնես։ Աչքդ որտեղ լինի։ Գիտեք, մենք ամեն ինչի կարանք նայենք, այսօր մարդուն ավելի հեշտ է ինքը բացասական բաների նայի, քան թե հավատքի հայացքը միացնի, քան թե հավատքի աչքերը։ Հասկանում ես, պիտի հայացքդ կարողանաս փոխես, որովհետև գիտես այն ինչ որ աչքերի մեջ տենում ես, այնի կարան գնի սրտիդ մեջ։ Շատ կարևոր է։ Հետո տեսեք, որովհետև նրանք կյանք են, դրանք գտնողների համար եւ բժշկություն նրանց ամբողջ մարմնին։ Սիրելիս, շատ կարևոր է, թե քո ականջը ինչ է լսում եւ քո աչքերը ինչ է տեսնում։ Այն դեղ կլինի քո կյանքին, այն նորոգություն կբերի քո կյանքի մեջ, թե ընդհակառակը կչորացնի քեզ։ Դու գիտես անհավատության աչքերը, նրանք մարդուն չորացնում են։ Անհավատության աչքերը մարդուն չորացնում են։ Բայց հավատքի աչքերը մարդուն զորացնում են։ Մարդուն ուժ են տալի եւ զորություն են տալի, ուժեղացնում են։ Հիմա սիրելիներս, 23-րդ խոսքը, ամենից ավելի քո սիրտը պահի զգուշությամբ, որովհետև նրանից է կյանքի աղբյուրը։ Հիմա ինչի է ասում սիրտդ պահի զգուշությամբ, որովհետև սրտի մեջ լցված բաներ կան։ Այն ինչը որ դու տեսել ես, այն ինչը որ լսել ես, նրանք լցվել են քո սրտի մեջ, լցվելու են քո սրտի մեջ։ Հիմա սիրելիներս, ինչի համար է Աստված ասում, իմ պատվիրաններով ապրի, իմ կանոններով ապրի, ու դու հաջողության կապրես, օրհնված կապրես, օրհնություններ կլինեն քո ճանապարհին եւ այլն։ Որովհետեւ նա ասեմ, հիմա տես սիրելիս, ես ու դու ինչը որ տեսնում ենք, ինչը որ լսում ենք մեր սրտի մեջ, հետո այդ կանոնները գործի ենք դնում, այդ էլ մեզ ուղեկցում է այդ օրհնության ճանապարհների մեջ։ Հասկանում եք, չի կարա մեր սիրտը լցված լինի Աստծո կանոններով ու բարիքներով, հետո մենք ինչ որ վատ բան անենք։ Գիտես, մարդը երբ է հայոյում, որովհետև այդտեղ չկա լցված այն ջրերը, որ Աստծո բերանից են դուրս գալիս։ Դրա համար մարդը հեշտությամբ անիծում է։ Դրա համար սիրելիս, որպեսի մենք կարողանանք ուղղությունը ճիշտ պահենք, պիտի ընտրենք այդ ուղղությունը։ Ու հետևենք այն կանոններին, որ Աստված դրել։ Գիտես, մարդը ուզում է մի անգամ այդ 15 մետրանոց ծառը, օրինակի համար, ինքը մի անգամից 15 մետր չի եղել։ Ինքը եղել է, երբ որ հողի վրա դեռ չի երևացել։
ու հետո 15 մետր հողի վրա է կանգնած ամուր արմատներով եւ ճյուղերով եւ այլն։ Հասկանում եք, սիրելիներս, իսկ մենք ուզում ենք միանգամից sense մեծ ծառ լինեն կանգուն, որ ծտերը գան մեր ճյուղերին հանգստանան ու բուն դնեն եւ այլն։ Այդտենց չի կարա լինի։ Մենք սովորում ենք։ Ու այն սովորածը ինչ որ մենք վերցնում ենք մեր սրտի մեջ ենք մտցնում։ Մեր կյանքի ու էսի է հավիտենական ջուրը, հասկանում եք։ Էսի է այն ջուրը, որ Հիսուս ասում է, եթե նրա խոսքը իմ ու քո մեջ ապրի, այ մենք հավիտյան կապրենք։ Այսի է այն ջուրը, որ Հիսուսն ասում էր, որ խմես երբեք չես ծարավի։ Դրա համար մենք պիտի սիրելինես, ինչի համար ենք մենք ծարավում, ինչի համար են դժվարություններ գալիս։ Հիմա տեսեք սիրելիներ, 24-րդ խոսքից մի քանի բաներ կան, որ պիտի մենք ուղղակի հեռացնենք մեր կյանքից, որ չխանգարի այդ ջրին, այդ ջրերին։ Քեզանից վանիր խափող բերանը։ Նենգավոր շրթունքները հեռացրու քեզանից։ Բան կա, որ բերանի հետ պետք է անես։ Այսինքն սուտի բաներ կա, որ եթե քո բերանում կար, դա պետք է փոխես։ Հասկանում ես, Աստված չի գալու բերանդ կարի, Աստված չի գալու բերանիդ բառերը դասավորի ու արտանի, հասկանում եք։ Աստված քեզ ասում է դու ղեկին նստած ես։ Դու քո կյանքը կառավարի այնպես, ինչպես որ իմ կանոնն է։ Այդտենց ասում Աստված։ Ու եթե դու սպասում ես, որ Աստված մի օր նստելու է քո ուսերին ու քեզի մարիոնետկայի նման ման տա, սիրելիս դա երբևիցե չի լինելու։ Էդի սատանան մեծ հաճույքով անում է, որովհետև ինքն է սպառնացողը։ Ինքն է գողը։ Իսկ Աստված գողանալու բան չունի, որովհետև ամեն բան նրանից է ու նրանն է։ Դրա համար ինքը գողանալու բան չունի։ Դրա համար սիրելիներս, բան կա, որ այսօր ինձ ու քեզ իմ քո ձեռքն է ու ինձ ու քեզանից է կախված։ Բերանի հետ գործ կա անելու։ 25-րդ խոսքը Նորից տեսեք էլի նորից հաջորդ 3 խոսքը 25-26-ը խոսում են նույն բաների մասին, հեռու չի գնում, աչքը, ականջը ու բերանը։ Քո աչքերը թող առաջ նայեն եւ քո հայացքը թող ուղիղ լինի։ Աչքերի հետ գործ ունենք անելու։ Քո աչքերը թող ուղիղ նայեն, քո հայացքը թող Տիրոջ վրա լինի։ Աստծո խոսքը թող քո համար կանոն լինի։ 26-րդ խոսքը հաղթիր քո ոտքերի ու հարթիր քո որդերի ուղին եւ քո բոլոր ճանապարհները կհաստատվեն։ Սիրելիներս, ես ու դու հասկանում եք, տեսեք, ստեղ Աստված չի ասում, որ ես կհարթեմ, չէ, ուրիշ տեղեր ասում է կհարթեմ քո ճանապարհները, ես կանեմ, մենք կանեմ, բայց ստեղ ինքը ասում է դու պիտի անես։ Դու պիտի անես։ Գիտես, երբ որ դու ձեռքդ մեկնում ես ամբարիշտության, անիրավության, հասկանում ես, դու պիտի ձեռքդ հետ քաշես, թույլ չտաս, որ այդ անիրավությունը անի քո ձեռքը։ Դու երբ որ քո բերանը բացում ես, դու պիտի այն փակես ու թույլ չտաս, որ անիրավություն դուրս գա այդտեղից։ Դրա համար սիրելիներս, տես 27-րդ խոսքը ուղակի եզրափակում է, աջ ու ձախ մի խոտորիր, մի շեղվի, ոչ աջ, ոչ ձախ։ Գիտես, այս խոտորումները, շեղվածությունները բերում են կասկածամտություն, բերում են կասկածամտություն քո մտքի մեջ, քո հավատքի մեջ, քո ուղեղի, քո ընթացքի մեջ, ու այդ կասկածամտությունը օրորում է քեզ, օրորում է, ու գիտես, երկար օրորվելուց գլուխդ պտտվում անգնում ես։ Թույլ մի տուր, որ սատանան շեղի քեզ, աջ ու ձախ, էսի ոնց է, էնի ոնց է, այստեղ ինչ է, այնտեղ ինչ է, հասկանում ես, պետք չի, Աստված ասում է ուղիղ նայի ու արի իմ հետևից։ Ուղիղ նայի իմ խոսքը քեզի կանոն, իմ խոսքը քեզ պատվիրան, իրան պահի ու կատարի։ Չեմ կարա ես Աստծո խոսքը պահեմ, եթե այն գործի չեմ դրել։ Եթե պահեցի Աստծո խոսքը ու չկատարեցի, այնի մեռածա։ Հասկանում եք, իսկ որպեսզի Աստծո խոսքը կենդանի լինի իմ կյանքի մեջ, եթե ուզում եմ այն գործի, ուժ տա, զորություն տա,
այն պետք է ես գործեմ, գործի դնեմ։ Ամեն։ Հալելույա։ Ուրախ ես։ Հիմա տեսեք սիրելիներ, Մարկոսի 10-րդ գլխի 24-րդ խոսքում Հիսուսը աշակերտներին մի հատ բան է ասում, շատ դժվար է այն մարդուն, ով որ իր հույսը կդնի իր հարստության վրա։ Գիտեք, շատ ժամանակ մենք Աստծուց մեր հույսը կտրում ենք, որովհետև մենք հնարավորություններ ունենք։ Ու գիտեք, ցավում եմ, բայց այդ հնարավորությունները խաբուսիկ են։ Հնարավորությունները իմ ու քո իրանք ժամանակավոր են ու խաբուսիկ։ Իրանք տատանողական են եւ փոփոխական։ Այն հնարավորությունները ու կարողությունները, որ ես ու դու այսօր ունենք, սիրելիներս, դրանք չեն կարող զենք լինել, դրանք չեն կարող մեզ պաշտպանել։ Բայց Աստծո խոսքը, Աստծո զորությունը կարա իմ ու քո համար զենք լինի ու պաշտպան լինի։ Հիմա տեսեք Ղուկասի 11-րդ գլխի 21-րդ խոսքում Հիսուսը մի հատ հետաքրքիր օրինակ է բերում, սիրելիներ։ Երբ զինված հզոր մարդը պահպանում է իր պալատը, նրա ունեցվածքը ապահովության մեջ է։ Այսինքն դու ունես քո հնարավորությունը, այսօր գիտեք շատ մարդիկ կարան ասեն, եթե ես չաշխատեմ, ով է իմ ընտանիքը պահելու, հաճախակի եմ հանդիպում։ Եթե ես չունենայի այս հնարավորությունը, ով էր այս անելու, այն անելու։ Գիտեք, մարդիկ բարձրացնում են իրանց Աստծո դեմ, Աստծո առաջ։ Ու Էսի կարա մի քիչ նեղացնի Աստծուն։ Գիտեք խի, որովհետև այս խոսքից հետո ես հասկանում եմ, որ այն բաները, որ մենք տեսել ենք, նկատել ենք, այդ նույն բաները Հիսուսն էլ է տեսել, նկատել ու մի հատ հետաքրքիր օրինակ է բերել այստեղ։ Հզոր մարդը լավ զենք, զինամթերք ունի, կարողություն ունի, հարստություն ունի, իր ելած չելածը կարումա պահի ապահովությունն է։ Քո կյանքը ապահովված է, որովհետև դու խելացի ես, որովհետև ունես քո ստանդարտ աշխատավարձը, ունես ամուսին, ունես կին, երեխա եւ այլն, ամեն ինչը ստաբիլ է, ապահովված ես։ Բայց հիմա տես հաջորդ խոսքը ինչ է ասում։ Բա որ մի հատ ուժեղը գա, ավելի ուժեղը, որ այդ զենքը ունես դու, ինչ է անելու։ Հաղթելու է ու վերցնի քո ունեցած չունեցածը։ Որովհետև սիրելիներս, եթե քո ուժն ու զորությունը Աստծո խոսքը չի, հասկանում եք, դա ամենավերջի զենքը չի։ Աստծո խոսքը երկսայրեսուր է, այն պաշտպանությունն է, այն զորությունն է, այն կարողությունն է։ Եթե դա չի, ուրեմն ավելի ուժեղ զենք կարա լինի, որ քոնն է։ Հասկանում եք, ու այդ ավելի ուժեղը, որ եկավ քոնից, ինքը քոնը վերցնելու է իրանով ան։ Երրորդ խոսքում, ով ինձ հետ չի, ինձ հակառակ է, ով ինձ հետ չի հավաքում, ցրում է, այսինքն կորցնում է։ Հիսուսն ասում է, ով ինձ հետ չի, իմ հետ չի, ինձ դեմ է, խնդիր չունես, կորցնելու ես։ Բերանացի պարզ ասում է, ես եմ միակ հույսը, ես եմ միակ զենքը, ես եմ միակ պաշտպանությունը։ Ով ինձ հետ եղավ, մենակ հավաքելու է իմ հետ, որովհետև ես մենակ հավաքող եմ։ Ու սիրելիներս, իրոք, Հիսուսի հետ լինողը երբևիցե ոչինչ չի կորցրել։ Մենք ինչքան եղել ենք ու կանք Հիսուսի մեջ, մենք ուղղակի ձեռքբերում ունենք։ Մենք կորցրած ոչ մի բան չունենք, մեր մոտ ուղղակի ձեռքբերումներ է։ Հալելույա։ Ու դրա համար էլ ես չեմ ուզում կորցնեմ ոչ մի բան։ Ես չեմ ուզում ցրեմ, տանուլ տամ ոչ մի բան։ Դրա համար Աստծո խոսքը, որ կա իմ կյանքի մեջ եւ այն գործի է դրած, դա ինձ ուղղությունն է եւ ուժ է եւ զորությունն է եւ իմաստությունն է եւ գիտությունն է եւ իմ աչքերը բացում է, որ կողմ գնամ, ինչ անեմ եւ իմ ականջների մեջ կա, ես կարող եմ լսել Աստծուն
ու իմ սիրտը լցնեմ ճիշտ բաներով, իմ տեսածը ճիշտ բաներ է, իմ լսածը ճիշտ բաներ է, եւ այն երբ որ լցվում է իմ սրտի մեջ, ինձ հավատք է տալիս, որ ես գործեմ։ Սիրելիս, ինչքան էլ հույսով լինի մարդ, եթե այն գործի չի դրած հավատքով, այդ հույսը կմեռնի, կմարի, այդ հույսը կմեռնի, սիրելիներս։ Դրա համար շատ կարևոր է, որ դու հույս ունես, շատ լավ է, այն պետք է գործի դնես։ Այն պիտի գործի դնես։ Հալելույա։ Գիտես, ես չեմ կարա Աստծուն զոհ մատուցեմ, եթե ես չեմ հավատում, որ դա զոհ է։ Ես չեմ, սիրելիս, մենք բոլորս գիտենք, որ Հիսուսը գալու է։ Գիտենք, մենք բոլորս գիտենք, որ Հիսուսը գալու է։ Բայց մի բան ասեմ, ես չեմ ուզում ոչ մեկի, ես ուզում եմ, որ դուք թարմանաք, սթափվեք։ Ոչ բոլորս ենք սպասում այդ գալուստին։ Գիտես, դու երբ որ գիտես ինչ որ մեկը գալու է, ու դու սպասում ես, դու ինչ ես անում։ Պատրաստվում ես։ Պատրաստվում ես։ Իսկ երբ որ մենք գիտենք Հիսուսը գալու է, մենք գիտենք գալու է, բայց մենք չենք սպասում, որովհետև չենք պատրաստվում։ Դրա համար շատ կարևոր է, սիրելիս, որ այսօր ես ու դու իմանալով, որ Տեր Հիսուսը գալու է, ես ու դու սկսենք պատրաստվել։ Այդ պատրաստությունը դա մեր իմ ու քո գործերն է, իմ ու քո քայլերն է, իմ ու քո հավատքն է, հավատքի շարժն է։ Ամեն։ Հալելույա։ Գիտես, յուրաքանչյուր հյուրի, երբ որ դու սպասում ես, երբ որ մոտենում է ժամանակը, դու ավելի մեր Անան է ինձ միշտ ասում, պապ ջան, հանգիստ ամեն ինչ լավ է։ Այնքան եմ ես անհանգստանում, Անան ասում է, պապ ջան, ամեն ինչ լավ է, հանգիստ։ Ասում եմ, Տեր ջան, այսինքն ես սպասեի քո իրոք անկեղծ եմ ասում, սիրելիներս, անկեղծ եմ ասում, ես ապաշխարում եմ ձեր առաջ, Տիրոջ առաջ։ Շատ ժամանակ մենք գիտենք գալու է, բայց կամ չգիտեմ։ Դե ասում ենք լավ, այսօր չէ։ Այս տարի էլ չի գա։ Ու դրա համար ուրիշ ձև են գործում, բայց Աստված չի ուզում այտենց։ Դրա համար սիրելի հավատացյալ, Աստվածավախ, Աստծո զավակ, չկա ավելի ուժեղ զենք իմ ու քո կյանքում, քան որ Տերն է ու իր խոսքը։ Ու գիտես Տերը խի է ուզում քո հետ լինի, իմ ու քո հետ խի է ուզում ինքը լինի, որ ես ու դու հավաքենք, որ տանուլ չտանք, չկորցնենք, որ չցրվի մեր կյանքից ոչ մի բան, որպեսզի իմ ու քո կյանքը ոչ թե նաև հիմա մեր կյանքը վայելենք եւ նաև դժոխք չգնանք։ Ոնց որ մեր Անի քույրիկը, երբ որ առաջ անգամ երեք ասում արի գնանք երկինք, ասում այ իհարկե, բայց մի քիչ ստեղ ապրենք նոր։ Ինքը մտածում էր հենց հիմա եմ ասում արի գնանք երկինք։ Այո, շատ կարևոր է, որ ստեղ ապրենք, ու այնպես ապրենք, որ երկինք գնանք։ Ամեն։ Փառք Հիսուսին։ Հալելույա։ Սիրելի եկեղեցի, եկեք մի տեղ կարդանք, հետո Սուրբ հաղորդություն կանենք։ Իմ ու քո հույսի արմատը Տեր Հիսուսն է։ Իմ ու քո հույսի արմատը Տեր Հիսուսն է։ Արմատը երբեք չի չորանում, սիրելիս։ Արմատ, թե պոչվան ոնց է հայերեն։ Պոչվա։ Չէ, պոչկա չէ, պոչվա։ Պոչվա։ Արմատ։ Հողը։ Ինչի մեջ որ արմատները մտնում են, հա, հողը։ Իմ ու քո այդ հողը սնուցման Տեր Հիսուսն է, ինքը երբեք չի չորանում, սիրելիս։
Ես ու դու այդ արմատներն ենք, որ ջրի կարիք ունենք, որ ջուր քաշենք, որ լինենք, բայց այն հողը դա Տեր Հիսուսն է։ Ամեն։ Հռոմեացիս 15-րդ գլխի 12-րդ խոսքը։ Եվ դարձյալ Եսային ասում է. Հեսեի արմատը պիտի ելնի, եւ նա, որ հեթանոսների իշխան պիտի կանգնի, հեթանոսները հույսը նրա վրա պիտի դնեն։ Սիրելիներս, Հեսեի ժառանգը Տեր Հիսուսը, որ բարձրացավ, իմ ու քո համար բարձրացավ, որ մեր հույսը նա լինի։ Ինքը դրա համար է հենց կա ու եղել է, Աստված տվել է երկրի վրա իր որդուն, որ մեր հույսը իր վրա լինի, ինքը լինի մեր հույսը։ Դրա համար սիրելիներս, մեր հույսը ոչ թե միայն ակնկալիք պիտի լինի, այլ վստահություն Աստծո առաջ։ Վստահություն։ Ես գիտեմ, ես վստահ եմ, ուղղակի ու դրա համար ես այն քայլերը անում եմ, այն որոշումները կայացնում եմ Տիրոջ մեջ ու նրա խոսքի մեջ, որովհետև ես գիտեմ ու վստահ եմ, որ նա ինձ ուղեկցում է, ուժ է տալիս, սկզբունք է տալիս, առաջնորդում է ինձ ու քեզ Աստված, որ իր խոստումները իմ ու քո կյանքի մեջ իրականանան։ Աստված ինձ ու քեզ առաջնորդում է, որ իմ ու քո խոստումները, իմ ու քո կյանքի մեջ նրա խոստումները իրականանան։ Փառք Հիսուսին։ Հալելույա։ Սիրելիներս, հիմա մի փոքր օրինակ եմ ուզում բերեմ։ Այստեղ մի բան եմ դրել։ Հեսա կտա։ Ով գումարի կարիք ունի։ Բոլորս գումարի կարիք ունենք։ Ով կուզեր 20 եվրո։ Իմ ձեռքի մեջ այն 20 եվրոն է, որ դու ուզում ես։ Իմ ձեռքի մեջ այն 20 եվրոն է, որ դու ուզում ես։ Տեր օրհնի աղբորս։ Դուք բոլորդ ուզում եք այդ 20 եվրոն, անկեղծ, բայց հաղթեցինք։ Սիրելիներս, ես ուզում եմ, որ դուք հաղթողի ու չհաղթողի տարբերությունը տենաք։ Շատ ժամանակ Տերը պատրաստել է իմ ու քո համար, իսկ մենք սպասում ենք։ Նա ուղղակի պարզել է, նա ուղղակի տվել է ինձ ու քեզ այդ օրհնությունը, իսկ մենք սպասում ենք։ Պիտի արժանանանք, պիտի աշխատենք, պիտի չէ, չենք հավատում, որ կտաս, չէ սիրելիներս, ես հենց է հավատքը էտա։ Տերը ուզում է, որ դու գնաս ու վերցնես, այսի հավատքի քայլը, Աստված օրհնի մեր աղբորը, հավատքի քայլը գործողությունն է սիրելիս, մեր Տերը ողորմած է և այդ ողորմածության մեջ շատ մեծ սերը արտահայտեց իր թանկ զոհով։ Հիմա ես կուզեմ, որ ես ու դու մի հատ որոշում անենք մեր Աստծո առաջ։
ուղղակի խոստանանք իրան, որ երբևիցե չենք արգելի, որ իր ջրերը գան մեր կյանքի մեջ ու մաքրեն մեզ։ Գիտես, որտեղ կա ջուր, այնտեղ կա պտղաբերություն։ Որտեղ կա ջուր, այնտեղ կա պտղաբերություն։ Որտեղ կա ջուր, այնտեղ կա կյանք, այնտեղ կա շարունակություն։ Ու գիտես, դու ուղղակի ինչ որ ջուր չես վերցնում, ընդունում, դու ընդունում ես այն ջուրը, որ Տեր Հիսուսը առաջարկեց, կյանքի ջուրը։ Արի կանգնենք նրա առաջ, արի հավատքով նրան ասենք, մեր զորեղ Տեր Հիսուս, շնորհակալ ենք քեզ, շնորհակալ ենք, որ դու մեր հույսն ես, շնորհակալ ենք, որ դու Տեր օգնում ես մեզ, որպեսզի մենք նորից աճենք, օգնում ես մեզ, որպեսզի մենք նորից բարձրանանք, օգնում ես մեզ, որպեսզի զորանանք և շարունակենք լինել, շնորհակալ ենք քեզ մեր Տեր Հիսուս, հալելույա, շնորհակալ ենք Տեր, որ քո մաքուր ջրերը քո խոսքի միջոցով ուղարկում ես մեր կյանքերի մեջ և այն գալիս է և փոխում է մեզ ներսից Տեր, և քո կյանքի ջրերը մեզ նոր կյանք է տալիս, փառք և գոհություն քեզ Հայր, շնորհակալություն քեզ, եկեք օրհնենք ձեզ, Տիրոջ սուրբ անունով, հրաշալի է Տերը, հրաշալի է Տերը, շատ զգացված եմ Տիրոջ տան մեջ, նրա սուրբ ներկայությունը հրաշալի է, ուժեղել եք, ու գիտես, քանի դու քո պայքարը շարունակում ես, դու չես պարտվել, չանձնվես պայքարի, որովհետև դու հաղթում ես, ամեն, հալելույա, Տերը օրհնի քեզ և պահի քեզ, Տերը պայծառացնի իր երեսը քեզ վրա և ողորմի քեզ, Տերը բարձրացնի իր երեսը քեզ վրա և խաղաղություն տա քեզ, ամեն, եկեք միասին ասենք, մեր Տեր Հիսուսի շնորհքը և մեր Հայր Աստծո սերը և մեր Սուրբ Հոգու հաղորդությունը ամենքիս հետ լինի, ամեն, փառք Հիսուսին։